Ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ, դե ինչ վաղուց Facebook-ում եթեր չէի արել, ճիշտն ասած, անգամ չգիտեմ, սպասում եք թե չէ, որովհետև հիմնականում YouTube-ով էի եթեր անում, բայց այսօր որոշեցի այսպես, որովհետև ամեն դեպքում սկսել եմ այստեղ ու սա ինձ ավելի հոգեհարազատ է մեծ հաշվով։ Հետո կտեղադրեմ նաև YouTube-ում, այնպես որ YouTube-յան մեր ընկերներին նույնպես ողջույններս։ Դե ինչ տեսնում եք երևի պրոցեսները, ես առաջարկում եմ մի փոքր այս պրոցեսներից խոսենք։ Փորձում են ընդդիմադիրները համոզել, որ այ երեք, քանի որ Նիկոլ Փաշինյանը ասաց ունեզրկելու եմ, նա ասում է ուղիղ հրահանգ տվեց, այ դրա համար էլ այսօր վեր կացան գնացել ամբողջը բացահայտել, պատկերացնում եք, մի գիշերվա մեջ հնարավոր է եղել փաստորեն բացահայտել։ Այ այսօր էլ վեր կացան գնացին, բացահայտեցին, բոլոր կապերը գտան, հավաքագրեցին, դրեցին, տեղավորեցին, առավոտը 7-ին էլ գնացին արդեն ձերբակալելու։ Մի կողմից ես ասեմ, որ դուք ձեզ եկեք, ձեզ դնում եք ապուշի տեղ դրեք, ձեր գործն է, բայց մեզ մի փորձեք դնեք, բայց երկրորդ կողմից էլ ասեմ, որ եթե հնարավոր լիներ մի գիշերում բոլորի գործերը հավաքել, ապա վաղուց որևիցե մեկը չէի կարող գոյություն ունենալ ազգային ժողովում, որովհետև ազգային ժողովը դա բոլորիս համար գերագույն մի հատ վայր է, այնտեղ ներկայացված ենք բոլորս, ժողովուրդ ջան։ Ես հասկանում եմ, որ այստեղ կլինեն եթերը դիտող մարդիկ, ովքեր որ ընդդիմադիր հայացքներ ունեն, ու դա նորմալ է։ Բայց ուզեք թե չուզեք, պիտի բոլորս ընդունենք, որ ազգային ժողովում ներկայացված ենք մենք 3 միլիոնով։ Հասկանում եք, համակարգը այդպես է աշխատում։ Ու եթե ձեզ համար նորմալ է, որ ազգային ժողովում բոլորիս ներկայացման վայրում ասում են, որ կարելի է մի գիշերում հավաքագրել այդ բոլոր տվյալները, գտնել բոլոր կապերը, գտնել իրավական հիմնավորումով, որ այս ինչ, դուք տեսնում եք ինչ ահռելի աշխատանք կա այդտեղ, ու այդ ամեն ինչը կարելի է անել մի գիշերում, ուրեմն դուք 18 թվականի որ ամսին էր, հոկտեմբերին էր ընտրությունները, մի խոսքով 18-ին նոր տարի չպիտի ձգեիք։ Իրականությունը սա է։ Չէիք կարող ձգել ու վերջ։ Բայց այս բոլորը, ինչ որ տեղի է ունենում այսօր, դրանք հսկայական աշխատանքներ են, գիտեք որ տեսանկյունից։ Երբ որ դու գիտես, որ այս մարդը գողացել է, բոլորս գիտենք, որ գողացել է, բայց այդ գողոնը եթե միտեղ է դրված, իհարկե հեշտ է հայտնաբերելը, բայց եթե դրանք տարբեր սխեմաներով ծրված ու բաժանված են, դա արդեն շատ բարդանում է, երբեմն կան իրավիճակներ, որ անհնարին կարող դառնա։ Այսինքն հսկայական աշխատանք արված է։ Չնայած մյուս կողմից իսկապես ես ունեմ հարցեր, ու այդ հարցերի մեջ կան հետևյալ ձևակերպումները։ Կներեք, ինչին էիք սպասում հարգելի քննչական կոմիտեի ներկայացուցիչներ։ Ինչին էիք սպասում։ Ուզում եք հասկանայիք արժի թե չարժի, փոխվռալու է թե չէ, թե հետևողական լինող կա թե չէ։ Եվ հələ Քոչարյանին մի կողմ դնենք։ Էր մնացածի հարցով խիասն ձգձգում, հարգելի դատարաններ։ Ես տարիներ շարունակ անընդհատ ասել եմ, մարդիկ, ովքեր որ փորձում են իրենց բոլոր բացասական բաները, տրամադրությունները գեներացնել Փաշինյանի վրա, ես ասում եմ, որ դա արհեստական գործընթաց է, մի արեք, որովհետև սա դեմոնիզացիայի պրոցես է, որը որ արհեստականը չի կարող ինքը բնական լինի, հասկանում եք, չի կարող մարդը լեգիտիմ ձայներ հավաքի 50+ կամ 50-, չգիտեմ ինչ, ու այդ գեներացված դժգոհությունները լինեն բնական, դա անհնար է։
Բայց ամեն տեղի անտեղի հարցերով բնականաբար քննադատել են, չեն քննադատել, ատել են, թշնամացել են, քննադատել, օրինակ ես եմ Նիկոլ Փաշինյանին քննադատում, ես քննադատում եմ, Նիկոլ Փաշինյանին էլ, բոլորին էլ քննադատում, երբեմն ես ինքս ինձ էլ եմ քննադատում, հասկանում եք, դա քննադատություն է, ինքնակննադատություն է, որոշ դեպքերում դե ճյուղեր, մուղեր կա, բայց երբ որ դուք պարզապես դնում ու ծրագրավորած բան եք անում, դեմոնիզացիայի եք ենթարկում, այդ ամեն ինչը մի քիչ հասկացող մարդկանց համար շատ ավելի պարզ է, ու հավատացեք ձեր ներուժը այնքան չի, որ դուք կարողանաք ազգին համոզել, քան մեր ներուժն է, դուք չկաք այդքան, չեք էլ լինելու երբեք այդքան, առավել ևս այսօրվա հաստատումից հետո կառավարության ծրագրից։ Իմիջիալից ասեմ կառավարության ծրագիրը, ժողովուրդ ջան, ես օրինակ 18 թվականին երբ որ ներկայացվում էր, իհարկե իմ սրտով էր։ Եթե նայենք սրտով սա թե չէ, հա իմ սրտով էր։ Շատ հավես էր բան։ Բայց այդտեղ ես ունենում էի այն մտքի խորքում թաքնված հարցեր, որոնք գուցե այդ ժամանակ չէի ցանկանում տալ։ Գուցե այդ ժամանակ մի քիչ ուրիշ ձևն էի, դրա համար չէի տալիս։ Չգիտեմ, ու երևի բոլորս էինք մի քիչ այդպիսին է, մի քիչ երասկոտ, մի քիչ էյֆորիայի տակ, մի քիչ սենս, մի քիչ նենց, չգիտեմ։ 21 թվականին նույնպես երբ որ ընտրություններից հետո ներկայացվեց ծրագիրը, ես շատ ուշադիր չեմ եղել ինչ ծրագիր է ներկայացվում, որովհետև զբաղված էի շատ ինձ համար որպես մարդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի ու հայ մարդ, զբաղված էի շատ ծանր հարցեր լուծելով, ընդ որում ձեզանից շատերի քննադատությանը ենթարկվելով, որ բա ինչ ես դու անում, բա ուր է այսինչ կառավարությունը, կառավարության այսինչ օրգանը մյուսնս։ Ես իմացող։ Բայց գիտեք, այս ծրագիրը ես համակ ուշադրությամբ լսել եմ ու ոչ թե պիտի ասեմ, որ սրտովս էր, չէ, սրտովս գիտեք ոնց, եթե մի բանը իմ սրտով է, դա չի նշանակում, որ դա բոլորի համար լավ է, չէ, օբյեկտիվ լինենք, պատկերացեք ինչ-որ մի բան ձեր սրտով է, դա կարա նշանակի, որ ինձ համար լավ է, չէ, կամ հա, չգիտեմ, կամ մյուսի, իսկ կառավարության ծրագիրը բոլորին է վերաբերում, անխտիր բոլորին, Հայաստանի Հանրապետության մի հատ քաղաքացի չկա, ում չի վերաբերում, հասկանում եք, Ռոբերտ Քոչարյանին է վերաբերվում, նրա թոռներին է վերաբերվում, ինձ է վերաբերվում, իմ երեխաներին, վերաբերվում է անխտիր բոլորին, որովհետև կառավարության ռազմավարական ծրագիրն է առաջիկա 5 տարիներին, ընդունվեց, չընդունվեց, հարցեր կան, քննարկումներ կան, խնդրեմ, բայց դա վերաբերում է բոլորին։ Կառավարության հիմա հարց բոլոր նրանց, ովքեր գուցե ունեն ընդդիմադիր պատկերացումներ եւ ընդդիմադիր ասելով կներեք, ես այդտեղ միշտ պիտի զանազանեմ ընդդիմադիր, ես շատ եմ սիրում ընդդիմադիր գործունեությունը, որովհետեւ ինձ հարազատ է դա, ես ինքս երիտասարդ տարիներից միշտ եղել եմ ընդդիմադիր, ինձ հարազատ ու հարմար է դա, բայց ընդդիմադիր ասելով ես չեմ ասում եմ պոզու պոչերին, են եռագլուխներին, իրաց պոչերին, սմբակներին, մի խոսքով, վրայի տիզերին, չէ, ես ընդդիմադիր ասելով նկատի ունեմ ընդդիմադիր քաղաքական ուժերին, իսկ նրանք, ովքեր որ այսօր կառավարություն չեն, բնականաբար ընդդիմադիր է։ Նայեք, կառավարության ծրագիրը ներկայացվում է, որը վերաբերվում է բոլորիս, որտեղ որ իսկապես կային հարցադրումներ, որ կարելի էր անել։ Ես շատ լավ հասկանում եմ, նաև այդ հարցերի պատասխանը ինչպիսին պիտի լիներ, բայց խնդիրը դա չի, ես կտայի այդ հարցերը ամեն դեպքում, որ մնացածն էլ լսեն, կապ չունի ես ինչ եմ հասկանում, ես շատ բան եմ հասկանում, բայց իմ գործունեությունը նաև նրա մասն է, որ մի հոգի ավել հասկանա այդ նյուանսները, չէ՞։ Այն արտեկել են ազգային ժողովում, ներկայացնում են կառավարության առաջիկա 5-ամյա ծրագիրը, ու նրանք,
ովքեր որ եկել են ազգային ժողով ու ինչ եկել են ասում են մեր ժողովուրդը աղքատության տոկոսը գյուղարդյունաբերությունը մթերումը 300,000 ադրբեջանցիները արա մի խոսքով ինչով ասես եկել խցկվել են ազգային ժողով հիմա եկել է այդ կառավարության 5-ամյա ծրագիրը որտեղ որ պիտի դրսևորվեն գիտեք որ ցանկացած ընդդիմադիրի համար դա առաջնային կարևորագույն բանը արա դաժե ցուցադրման տեսանկյունից հա թեկուզ sense մտցած երևալու համար էլի մտցած մուկ շեշ դնելու համար արա սրանք հելում գնում են պապայա հելա գնացին նայում եմ ասում սխի գնացին ընդ որում նոր իբր էլի նոր ընդդիմադիր ուժ են իրանք տենց են իրաց ներկայացնում ասում են մենք նոր օրինակ պատկերացրեք սես մի բան ես հիմա կուսակցություն եմ բացում տես նոր քաղաքական ուժ են արա մեկ էլ չգիտես ոնց է լինում առանց կաշառք տալու Նարեկ ջան գալիս է դառնում ենք ազգային ժողովում թիվ 1 ընդդիմադիր ուժը ամենաշատ մանդատով Էդի ու մեկ էլ կարողանում է վարչապետը նենց բանալի, որ մենք ելնենք գնանք։ Դուք հասկանում եք, այդ քաղաքական ինքնասպանություն է։ Քաղաքական է, որ բան է, չեմ ուզում ուրիշ բաներ ասել, դա վատ բան է։ Ես հիմա մտածում եմ, նստած մտածում եմ, ասում, արա բավոր սրանք, դնայք, ամենամեծ ուժն է ընդդիմադիր, որը ունեցել է շանսեր դառնա իշխանություն։ Ընդ որում ինչ-որ վարչապետ արդեն ունեին ու ընկերացը խմում էին։ Երևի այդ սեղաններին դղտղ կացնելն էլ այդ կենացներից հետո որ տուշ են խփել, այդտեղից է մնացել, որովհետև ես որ սենց ուշադիր նայում եմ, արդեն սկսել են տակտով խփել։ Այն սկզբի շրջանում որ խփում էին սեղանին Կտրիշ Ներսիսյան անվան վրա, մի քիչ այդ շուխուռ էր դառնում, էլի շումը շատ էր։ Բայց հիմի ոնց որ տակտով են խփում։ Մի քիչ էլ որ կազմակերպվեն, այնա դառնում են լրիվ տարբեր առիթներ գնացող երաժշտական խումբ։ Հասկանում եք։ Արա դուք եթե դառնայիք իշխանություն, այս ամեն ինչի մեջ մոտիկ եք եղել։ Գնալու եք ինչ որ միջազգային լուրջ խոսակցությունների մեջ մտնեիք։ Որտեղ լինելու էր Ալիևը, հաստատ ձեր սրտով բան այնտեղ չէր ասելու ինքը ձեր ամենայն հայոց կաթողիկոս ասելու էր ձեր կտրիչը օրինակ։ Ու էլի տես լավ տնտղաց լինելով ձեր թույլ տեղերը մի երկու հատ բաներ անելու։ Կողքից էլ ասենք կարող է Մերցը լիներ բան, Մակրոնը, Պուտինը կարող է միամիտ այդ կոմերով անցնելուց լիներ բան։ Արա ինչ էիք անելու, նեղանալու էիք գնայք։ Դուք չեք ջոգում, որ այդ քաղաքականության մեջ անհրաժեշտություն է ունենալ սկզբունքայնություն, ամուր նյարդեր, արագ կողմնորոշվելու ընդունակություն, սուր միտք, մի խոսքով, ահագին բաներ։ Ահագին բաներ։ Դուք այդ ինչին եք, հավաքն ինչի վրա եք, վստահ որ մտնում եք է դրա տակ։ Մեկ էլ հիմա գալիս հասնում եք նոր քաղաքական ուժ, ազգային ժողով, այն բանը, Էդգար Ղազարյանը երեկ էր թե առաջի օրը, ասում է ես ղզղնած սպասում եմ երբ է գալու հեսա բան, հեսա ճղեմ, պատրեմ, ես վառվում եմ ասում է, եփվում եմ արդեն, անհամբեր եմ երբ է Նիկոլ Փաշինյանը գալու, որ Նիկոլ Փաշինյանը գալիս, հա դա պետք է կառավարության ծրագիրը ներկայացնի, այդ անտրորենքն է տենց։ Գալիս է, հելում գնում եք արա։ Գնում եք, այսօր առաջի օրվա կեսին չեք գալիս,
Մեր հայտարարությունների ժամին նոր գալիս եք, են մեր են ձեր ավելի ճիշտ ուլը կա է մի հատ արեգա չգիտեմ, ես չեմ ուզում բնորոշումներ տալ, ես մեղմ եմ անցնում սա հելնում, չգիտեմ, Արցախը բանը են մյուս եմ Ազիզ ջան, կառավարության ծրագիրը լսել ես դու որ պետության պատգամավոր ես դու ճանաչում նայեք խնդիրը գիտեք որտեղ է որ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում Հայաստանի Հանրապետություն որը պարլամենտական երկիր է այսինքն ազգային ժողովը առաջնային դերակատարում ունի ու այս առաջնային դերակատարում ունեցող մարմնի առնվազն 1/3-ը չի ճանաչում Հայաստանի Հանրապետությունը այդտեղից չի լինում խոսել երբ որ բան ես խոսում իրանք ստեղ են խփում ընդեղ են խփում ասես լսի Հայաստան ասածը ունի տենց չափեր գծեր տենց ոնց ասենք տենց ինքը բան է նշանակում էլի ինքը վերացական մարմին չի ինքը պետությունն է պետությունը գիտես ինչ է պետությունը դա նա է որը ուզում ես տեղից սկսես բացատրել մենակ նրա համար որքան իմ հոգի եկել են ու որոշել են որ չեն ճանաչում ասում ես լավ հերն էլ անիծած ախպեր չեք ճանաչում ձեր գործն է ձեր մեկ էլ Պակիստանը չէր ճանաչում իմիջիայլոց 44-օրյային էլ Ադրբեջանի կողակից հարազատ բարեկամներ բայց լավ այդ սաղ դնենք մի կողմ Ադրբեջանն էլ չէր ուզում ճանաչել դրա համար էլ 21-22 թվականներին արձակում Հայաստանի սահմանների վրա Ռուսաստանն էլ չէր ճանաչում ես շատ գիտեմ Հայաստանը որտեղ է մեր հապ գոտին որտեղ է մի խոսքով այս սաղը ջանդամ չեք ճանաչում արա ժողովուրդ ջան կասեք դուք ինչն եք ճանաչում նա տասեք լավ Նիկոլ Փաշինյան հելել է այդ թրքաբարո թրքահաճ հակահայկական հակազգային կերպարը դուրս է եկել ասում է էսի Հայաստանն է իմ ջոգելով ես վարչապետ եմ որ գնում եմ աշխարհով ֆռում եմ 1000 հարցեր մարցել ես Հայաստան երբ որ ասում եմ նկատի ունեմ սա արա դուք չեք ճանաչում Հայաստանը որն է որ շատ խնդրենք էլի սիրելի ժողովրդով որ դուրս եք գալու սիրելի ժողովուրդ սիրելի հայրենակիցներ արա մենք սիրելի հայրենակիցներով որ շատ խնդրենք կասեք ձեր իմացած որ ասում եք Հայաստան ուժեղ Հայաստան խաղերով ձևերով Հայաստան ես շատ ո՞ց ուզում ձևակերպում եք կարա՞ք ասեք ձեր իմացած Հայաստանը որն է ուզում եմ հասկանամ երբ որ ես ասում եմ Հայաստան իմ պատկերացումը ու ձեր ասած Հայաստանի պատկերացումը դրանք նույնական են թե նույնական չեն սա առաջին դասարանում բանն է հələ ատարնել չի էլի որ սկզբում երեխեքին ինչ են տալիս այս գիծ քաշել չէ հետո կուբիկ նկարել հետո թեք գիծ քաշել հետո կետիկներ սա այդ հարցն եմ ձեզ տալիս դուք ազգային ժողովում եք մեր ազգի մեջ դուք գիտեք ինչքան գիտնական կա ինչքան արվեստաբան արվեստագետ կա ինչքան թույն մասնագետներ թույն մարդիկ կան вообще այդ սաղին բան որ հասարակարգ կա այս սաղին ներկայացնում եք դուք կասեք որն է ախպեր Հայաստան ձեր իմացած դա իմ սրտով է իմ սրտով չի չնայեք այդ կողմ ընդունելի է ընդունելի չի вообще այդ կողմին նայեք դուխով ասեք որն է դուխով դուխով էլի առանց վախենա մի վախեցեք այսքան վաղ այնքան բաներ եք ասել որի համար ձեզ շանս սատակ կարելի է անել ու քանի դեռ շանս սատակ չեք արել ուրեմն կարեք մի քիչ դուխավորվել ու տենց ասեք այնքան բանը որ դուխ եք անում ասում եք այդ մի հատն էլ ասեք չկա պատասխան չկա
Ոնց դուք գիտեք ոնց բանը, այն որ քանի որովհետև բասնզի։ Հիմի մարդը բերել է կառավարության ծրագիրը, ներկայացնում է կրթության ոլորտը, առողջապահության ոլորտը, հարցեր չունեք կրթության ոլորտի հետ կապված։ Դուք հարցեր ունեք կրթության ոլորտի հետ կապված։ Չէ, ես հասկանում եմ, որ ըստ Տաշիր Սամոյի կրթության ոլորտի մաքսիմումը էն է, որ ինքը ասում է, սրանք խելք չունեն, դպրոց են բացում։ Փոխանակ այդ դպրոցները վերցնեն մեջը մոլ բացեն կամ սուպերմարկետ, այլ դեբիլ են արա, դպրոց են բացում։ Ես հասկանում եմ, որ ու դուք էլ պարոն վարչապետով տունը նստած դիմում եք, ես հասկանում եմ, որ դուք համաձայն եք դրա հետ։ Բայց եթե անգամ դրա հետ եք համաձայն, այնտեղ կառավարությունը բերել է կրթության մասով բան, ծրագիր։ Հելեք ասեք, որ դուք ապուշ չեք արա դպրոցները կրթությունը ուզում եք որակը բարձրացնեք կամ ցածրացնեք, դուք գիժ չեք արա։ Հելեք ասեք։ Բերել է բանի առումով, ռազմական առումով։ Հելեք ասեք, բախի դուխները չի երիկում, հելեք ասեք, որ օրինակ, գիտեք ոնց, այս սենց, այս ինչ բանը, ռազմարդյունաբերության, որ գիտության զարգացումների, չգիտեմ, ինչի մասով ասես, այդ մարդը ժամ ու կես խոսում էր։ Հասկանում եք, չի ալարել ձեզ շանտեղ դրել է, եկել է ժամ ու կես խոսելու, ներկայացնում է սաղ, եկեղեցին, կրոնը, իմիջայլոց, ես մի հատ ստեղ դիտարկում ունեմ, այսօր էլի հերթական անգամ եկել բացել են սահմանադրությունը, կարդում են, թե բա հայ եկեղեցին ու պետությունը ոնց պիտի հարաբերվեն, արա, ես չգիտեմ, իմիջայլոց ստեղ կպնել, շատ սխալ է վարվում իմ կարծիքով, հայ եկեղեցու ու պետության հարաբերությունները, այո, սահմանադրության մեջ կան։ Իսկ եկեղեցու հետ մեր պետությունը ես ոնց հասկանում եմ, խնդիր չունի։ Ես այդպես եմ հասկանում ու կարամ հիմնավորեմ։ Խնդիրը Կտրիշ Ներսիսյանն է, նույն ինքը ձեր սուրբը։ Հիմա ձեր սուրբը պիղծ է։ Ձեր սուրբը ասել է պետություն, այս սահմանադրությունը, որ դու ընդունում ես կարգը իմ հետ հարաբերվելու, ես ես եմ, դրա համար ես դու ընդունում։ Քանի որ ես Հայաստանի առաքելական սուրբ եկեղեցին եմ, որի կանոնը սա է, դրույթները դրվածները եւ այլն, պետությունն էլ նայում ասում է, всё, դու սահմանադրորեն սենց։ Արա, բայց դու խափում ես, դու հետ չես, դու խափելով եկել դարել ես սահմանադրական մարմին, բայց հարցը ստեղ անգամ եկեղեցին էլ չի, հենց դու ես Կտրիչ, ու քո շայք են, են ուլերը, չոլի ուլերը, են որ, արա ոնց ասեմ, արա մեղքսել են գալի թե մի բան ասեմ ես դրանց, են որ ուզում ես, այսօր իսկապես այդ խոսակցությունը բացվեց, ու շատ լավ աղա որ բացվեց, Կտրիչ, դու հրաժարվում ես քո երեխուց, հանուն ինչի, ինչ արժի քո երեխեն, կարաս գինը ասես մի հատ, ու կեզ դուր է գալիս, որ սենց հարցադրում կա, օրինակ ինձ դուր չի գալիս, որ ես այդ հարցը կեզ տալիս եմ, հասկանում ես, բայց դու հենց իմի, եթե ես կեզ ասեմ երեխետ ինչ արժի, կգնաս մտածես տենաս ինչ արժի, այ էտ է տարբերությունը, հիմա, եկեղեցու ու սահմանադրության բանը, սահմանադրաբար պետության հարաբերությունները, հարաբերություններ են, եկեղեցին ներկայացնողնովը, ըստ կանոնի ես ինչը պիտի լինի, հիմա պետությունը նստած նայում է, արա ըստ կանոնի էդ ինչը չի, ընդ գրածա, որ ասենք օրինակ երկրի ղեկավարը կաթողիկոս է, ես պիտի վերաբերես, ես լավ, հիմա հասարակ օրինակ եմ բերում, Կտրիշ Ներսիսյան, եթե Նիկոլը Փաշինյան
խախտումներով, լցոնումներով, փող ծախսելով, վախացնելով, մանով, սենց գար դառնալ ղեկավար։ Դու հարաբերվելու ես հետ։ Ինչ որ հարցադրումներ ունենալու էր, չէ, ասելու էր, ախպեր, հայ ես եկեղեցին եմ ներկայացնում, դու պետությունն ես ներկայացնում, ու մեր հարաբերությունների մասին սահմանադրության մեջ գրված է, բայց քանի որ դու լեգիտիմ չես, ես քո հետ չեմ կարա հարաբերվեմ, չեմ կարա, չէ, հիմա նույնը ասում ես, ախպեր ջան, հա, պետության ու եկեղեցու հարաբերությունները ամրագրած է սահմանադրության մեջ, բայց եկեղեցու, դու ով ես, ասում ես կաթողիկոսն եմ, ոնց կարամ վստահ լինեմ, որ դու կաթողիկոսն ես, ասում ես, որովհետև էսի կանոնադրությունը, էսի մեր պրոցեսները, սրա արդյունքում էլ ես կաթողիկոսն եմ։ Մախմեդ, բայց խաբեցիր դու ինձ, որովհետև այդ պրոցեսները չեն եղել, ձեր կանոնադրությունն էլ խաբել ես, չգիտեմ ինչ միջոցներով, հիմա եկել ներկայանում ես որպես եկեղեցու ներկայացուցիչ, դու ով ես։ Ուրիշ ձև բերեմ օրինակը։ Մեր հանրային օրակարգի պաշտպանություն հասարակական կազմակերպությունն է։ Ես այդ ՀԿ-ի նախագահն եմ։ Իրավական առումներով ՀԿ-ները ունեն այսինչ արտոնությունները, այսինչ իրավունքները մյուս։ Ու մեկ էլ իմ ընկերներից մեկը կարում է ինձ խափի քցի, ՀԿ-ստանի, կանոնադրությունից թարս բաներ անի, ու հետո գնա փորձի անի օրենքով միտեղ ներկայանա։ 1, 2, 5, 10 մի օր պետությունը ասելու է ապեր ջան, դու ով ես։ Ասելու է դե նախագահն եմ, ասելու է դե մի հատ բեր ձեր ՀԿ-ի կանոնադրությունը ես տենամ, մեծ հասկանամ դու ով ես։ Բերելու է երևա, որ ինքը չի կարա լինի նախագահը։ Ինչ պիտի անի, պիտի ասի հա լավ, ես ինչ տենում եմ, ես իրադանենք, օքեյ, հա։ Այսինքն ազգական հարաբերությունների տիրույթ պիտի գնա, դա։ Եթե իրար հետ լավ ենք, ուրեմն եթե Նիկոլն ու Կտրիչը իրար հետ լավ են, ուրեմն պետությունն ու եկեղեցին լավ են, եթե Կտրիչն ու Նիկոլը իրար հետ լավ չեն, ուրեմն պետությունն ու եկեղեցին իրար հետ լավ չեն, գժվել եք։ Ու ասեմ քեզ Կտրիչ, դու կարաս այն ինչ ունես անելու, փող հավքելու, մյուս, հասցրու մինչև նոր տարի։ Ես ունեմ զգացողություն, որ մինչև նոր տարի ամենաուշը։ Դու նույնպես հայտնվելու ես միտեղ, որտեղ որ ես շատ կուզեի, որ մեր ամենայն հայոց կաթողիկոս ունենենք, որը որ չհայտնվեր երբեք։ Դա խայտառակություն է, դա իմ խայտառակությունն է, ներսից սրտանց սիրով տենց բան եմ անում։ Չէ, դա վատ բան է։ Բայց ունենք այդ ինչ ունենք, ուրեմն իրավական առումով պիտի մաքրվենք, հասնենք առաջ։ Դա է։ Հիմա եկել է, ներկայացնում է կառավար, բոլորիս օրինակ, Ժորժ ջան, որ ճիշտ հասկանանք, էլի։ Նայեք, ամենախնդալու բանը ինձ համար, այսօր որ տեղի է ունեցել։ Ուրեմն ես վստահ եմ, որ երբ որ Ռոբերտ Քոչարյանը վատացել է, իբր, նախ ես կարծում եմ, որ հեսա ինքը որ Բոստանը ջրի, այդ շլանգը կծալեն ու բան կանեն, ինչ-որ բան կանեն, այտենց, բայց եկեք սենց անենք, տարիքով մարդ, թոշակառու մարդ, եթե վատացել է, բուժօգնությունը անվճար է, եթե կա բժշկական միջամտության հարց, արա այս թրքամետ իշխանությունները էդ էլ են ձրից սարքել, այս Ալիևի հրահանգները կատարողները թոշակառուների համար էդի դարձրել են ձրի աղբեր։ Բայց ընդդիմությունը դա որակում է որպես ընտրակաշառք, ասում է դուք այդ համընդհանուր բանը ապահովագրությունը որ տվել եք թոշակառուներին, դա ընտրակաշառք է։
Մի խոսքով քրեական հոդվածի թեմա է առաջ տանում։ Այսինքն մեր ազգի մոտ 650,000 տատիկ պապիկ պիտի դատվեն, որովհետև ընտրակաշառքից են օգտվել։ Ու ամենաուժեղն է նա, որ այն ուժը, որ դա համարում է ընտրակաշառք, հիմա իրանց ուժի ղեկավարը այդ թեմայով ձրի առողջական բան է ստանում, օգնություն է ստանում։ Այսինքն մենք ունենք հենց իմի մեկին, ով բացի են որ ընտրակաշառատու է, բացի են որ զավթիչ է, թուրքամետ է ու չգիտեմ Եվլախսկի էսի ինչա, Դաշկեստանցի, համենարավ ընտրակաշառք է վերցնում ախպեր։ Ընտրակաշառք տալը 8 տարի էր, վերցնելը 7 տարի, ճիշտ չի։ Հիմի այդ մարդը մի քանի անգամ, մինչև ձեր ձեռը ընկնել է, հարգելի դավապահ մարմիններ, ասել է, որ բանա, այդ անվճար բուժօգնություն բանը, այդ ապահովագրությունը ընտրակաշառք տալը։ Հիմա ինքը խոստովանում է, որ ինքը ընտրակաշառք է վերցնում։ Ախպեր մինիմում 7 տարի վրան դրած է, տարեք փագեք։ Ինքը խոստովանել է։ Հիմա մարդը չի խոստովանում, ասում ախպեր չէ, ինձ համար սա ընտրակաշառք չի։ Կսիրեմ կառավարությանը, չեմ սիրի, կընդունեմ, չեմ ընդունի, բայց իմ համար ընտրակաշառք չի, ախպեր ջան, ոստ է։ Բա պիտի անեն, բա ինչ պիտի անեն, այս պահանջներ էլ կա, էլի։ Հա։ Այս մարդը ասել է, չէ, դա ընտրակաշառք է, հիմա օգտվում է այդ ընտրակաշառքից։ Ինքն է խոստովանանքով 7 տարին պատրաստած դրած է։ Դե վերցրեք տարեք։ Ու թող հիմա ընդդիմադիրները պատասխանեն ազգային ժողովում այս հարցին։ Եթե դա ընտրակաշառք էր, հիմա Քոչարյանը արդարացի է, որ 7 տարի առնվազն որպես ընտրակաշառք վերցնող գնա դատվի։ Չէ, իհարկե նրանք դուրս կգան, ասեն, գիտեք, եթե դա այդպես է, ուրեմն պետք է վերաբերվի բոլորին, ովքեր ինչ կապիտություն ասես կարող, ոնց ասես կարող ֆռսնել։ Յանի մենք էլ չենք ջոգում։ Եվ հաջորդը։ Ինչ վերաբերվում է կառավարության ներկայացրած ծրագրերից 4 հանրապետություն արտահայտությանը։ 4 հանրապետություն արտահայտությունը դա ոչ Նիկոլ Փաշինյանի արտահայտությունն է, ոչ էլ քաղաքացիական պայմանագրի ամենայն հարգանքով բոլորին, բայց 4 հանրապետություն ասվածը ժողովրդի պահանջն է։ Դա հենց հեղափոխության պահանջներ, որը չիրականացավ։ Լավ, հանգամանքներ հաշվի առնենք, ասենք թե բաներ կա, մենք չենք ջոգել, դրա համար է այսօր գալիս։ Բայց այստեղից հարց ունեմ։ Ես ուզում եմ հասկանալ, որքանով է համընկնում իմ պատկերացած 4 հանրապետությանը, որի համար, որի տարածման համար, մտքի գաղափարի տարածման համար ես նվիրված ձևով աշխատել եմ։ Ուզում եմ հասկանամ, մենք ճիշտ ենք ըմբռնում իրար, թե չէ, դուք վերցրել ենք մի հատվածը, մենակ անունը, թե ամբողջովին միտքը, հարգելի դերս։ Որովհետև իմ կարծիքով, եթե մենք չենք կարա, չէ՞ կրկնենք նույն սխալները։ Հատկապես եթե այդ սխալների տեղը գիտենք, չենք կարա, չէ՞։ Նայեք, 91 թվականին, երբ որ հռչակվեց Հայաստանի 3-րդ հանրապետությունը, մենք իհարկե չգիտենք երկրորդն ուր է կորել, որովհետև Հայաստանի 2-րդ հանրապետություն չի եղել։ Եղել է մի հատ Հայաստանի հանրապետություն, հետո եղել է 3-րդ հանրապետություն, ախպեր։ Հայաստանի 2-րդ հանրապետություն որևիցե մեկը չի կարա ինձ ցույց տա։ Չկա։ Գյոզերով սղստում են խորհրդային Հայաստանը որպես 2-րդ հանրապետություն, բայց խորհրդային Հայաստանը 2-րդ հանրապետություն չի եղել, ինքը խորհրդային պետության մի մաս է եղել։ Հիմա 3-րդ հանրապետությունը լավ թվով տենց գնանք մի կողմ ծախ,
երբ որ բան արես, հռչակվես, դրանից հետո ոչ քաղաքական գնահատականն ա եղել, ոչ դատա իրավական, ոչ լյուստրացիա, ոչ մի գնահատական չի եղել։ Ինչը մեզ բերել հասցրել է միտեղ, որտեղ մենք հակած վիճակում ենք եղել։ Ու այդ խնդիրը ամեն օր իրան ցույց է տվել, որովհետև անպատժելիությունը նոր հանցանքներ է ծնել մշտապես։ Հիմա ես խնդրում եմ, եթե կարելի է ազգային ժողովում այս հարցին պատասխանենք։ Ես անդիմադիրներին չեմ ասի, որ բարձրաձայնեն այս հարցը, որովհետև նրանք ուր անդիմադիրն ուր հարց բարձրաձայնելն ուր Մերիմոն այրում է իր համար գոյությունա ունի, ինչ անես, մեր ճակատագիրն է տենց է։ Եվ այդ պատճառով մեր հասարակությունը, քանի որ զրկված է իր հարցադրումները ժողովրդի ընդդիմությանը տալու հնարավորությունից, որովհետև ժողովրդի ընդդիմություն գոյություն չունի ազգային ժողովում, ապա ես հույս ունենալով, որ հարցը կունենա իր պատասխանը եւ վստահ լինելով ԿՊ-ի իշխանության բանը օբյեկտիվության վրա հարցնում եմ 4-րդ հանրապետությունը տալու է իրավաքաղաքական գնահատական 3-րդ հանրապետությանը եւ ըստ էության ինչու ոչ նաեւ 2-րդ հանրապետությանը, որը գոյություն չի ունեցել։ Դե յուրե գոյություն չի, ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո գոյություն չի ունեցել։ Բայց լավ, կարող է ինչ-որ ձև գոյություն ունեցել, ես տեղյակ չեմ։ Այնուամենայնիվ, առնվազն 3-րդ հանրապետության մասով իրավական, քաղաքական, գնահատականներ տեսնելու ենք, թե պարզապես դա գեղեցիկ արտահայտություն եք դարձնելու, որը օգտագործենք։ Որովհետև երբ որ մենք առաջարկել ենք 4-րդ հանրապետություն ասվածը, դա եղել է ոչ թե որպես հերթական հանրապետության մասին, դա եղել է մի ամբողջ գաղափարախոսություն, դա եղել է երազանք, նպատակ, դա եղել է արժեհամակարգ, դա եղել է մերժում որոշ արժեհամակարգերի, դա եղել է գնահատական որոշ կառույցների, կլանային համակարգերի, դա շատ բան է եղել, բայց այս ամեն ինչը դառնում է վերացական խոսակցություն, եթե թղթի վրա չի գրվում, չի ստորագրվում, չի կնքվում գնահատականը։ Նենց որ, եթե կա պահանջ, ապա պահանջներից ամենատերևս կարևորագույնը 4-րդ հանրապետություն ասվածի շրջանակներում դա է։ Եվ եթե այսօր մենք ունենայինք ժողովրդի ընդդիմություն ազգային ժողովում, պիտի որ այս խոսույթի վրա, երբ որ Փաշինյանը ասաց 4-րդ հանրապետություն, դուրս գային ու ասեին կներեք, Okay, որերորդն է էդի չի հարցը, իսկ ինչով ձեզ դուր չի եկել 3-րդ հանրապետությունը։ Ու ինչքանով այդ 3-րդը բան վերջացել, որ 4-րդն ենք սկսում։ Եվ եթե վերջացել է, կարող ենք հստակ ասել, իսկ ինչպես վերջացավ։ Իսկ ինչ էր 3-րդ հանրապետությունը, որ հիմա գտնում եք, որ դա նույնական չի 4-րդի հետ ու դուք 4-րդն եք ընդունում։ Այսինքն կմտներ առողջ դիսկուրսի մեջ, ոչ թե կնեղաներ, հոտեր, հդեր, հելներ եթար։ Ինչի համար բոյովետև այսում են կտրիչ ներսիսյան։ Կտրիչ ներսիսյան ասում են կտրիչ ներսիսյան։ Եթե պասպորտը անել գարեգին բա, չի նշանակում ինքը դառավ գարեգին բա։ Ինքը մեկը կտրիչ ներսիսյանն է։ Ու ինքը չի կարա կոչվի ամենայն հայոց։ Որովհետև ամենայն հայոցից մեկը ես եմ, իրան չեմ ընդունում։ Վերջ։ Դուք ընդունում եք, տարեք տունը պահեք, անունը դրեք ամենայն մերոնց։ Մեր ձևովի մերոնց բանը, կաթողիկոսը, ես ուտեղ չեմ կարա բան ասեմ, կատում մարդիկ չունեմ, թազա աղան դա, երևի տենց են անում։ Հիմա ես էլ քանի որ կրոնական ազատությունների կողմնակցում ասում մարդը ինչ, մարդ է, իր կրոնի մեջ ազատ ազատության մեջ։ Իրա գործն է, ձեզ էլ նույն կերպ կվերաբերվեմ։ Բայց դուք չեք կարող պարտադրեք, որ ինքը ամենայն հայոց է։ Քաքի գլուխ է թե ամենայն հայոց է։ Ոնց կարող ինքը ամենայն հայոց լինի։ Չգիտեմ ինչ ամենայն հայոց, ես շատ գիտեմ։ Գժի դարոճի պարտադրեք քալավարի գազ տալով չի։
Չի, ինքը ամենայն հայոց չի։ Կարամ ես անուն դնեմ բացասական, ասեմ ամենայն հայոց Չուբլեբասա, օրինակ, բայց էդ էլ չեմ ասում։ Հարգելով, որ կան մարդիկ, ում համար ինքը սրբագույն էակ է։ Մարկաս մախբեր, հայ իմ համար սրբություն է սեռական հարաբերությունները, բան։ Կլինեն, ես շատ գիտեմ, ազատություն, ազատ, անկախ Հայաստան, ես շատ գիտեմ։ Դրա համար, որպեսզի հանկարծ որևիցե մեկի զգացմունքները կրոնական չվիրավորեն, բան չեմ ասում։ Բայց կներեք, դուք էլ իրավունք մի վերապահեք մեր կրոնական բաները վիրավորել, զգացմունքները վիրավորել կամ թքած ունենալ դրանց վրա։ Չեք կարա, որովհետև մեր ամենայն հայոց կաթողիկոսի գահը թափուր է։ Ու դուք չեք կարա պարտադրեք, որ դա տենց չի։ Քակեք, այսինքն դուք ուզում եք, որ մենք հարգենք ձեր դիրքորոշումը, բայց դուք բարև ձեզ, էլի ինձ ոչ, նա գժի դար չի արա։ Նեղանում եք, նեղացեք, երկրից գնացեք։ Խի մենակ ազգային ժողովից գնացեք։ Թիվ 1 վայրն է, որտեղ որ ներկայացված ենք բոլոր 3 միլիոնս։ Դուք հելնում գնում եք։ Ինչ տարբերություն ազգային ժողովից հեռանաք, թե պետությունից հեռանաք։ Հենեք ռադներդ քաշեք գնացեք երկրից։ Բա մանդատները հավաքել եք, ձեները հավաքել եք, նստել եք այդտեղ, որ հետո գնաք։ Խեք գնացեք։ Իսկ կարող եմ մի ամիտ օրինակ Ռուսաստան գնալ։ Իմ ջանից իմ մոտ միշտ այդ հարցը կա, էլի։ Այսօր Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Քոչարյանը կագրել է հայրս, նա, քանի որ վերջերս սրտի, կներեք, էլի, մետ էս նայն, իմ մոտ հարց կա։ Ես պիտի սա հասկանամ։ Տեսեք, չէ, չեմ կարող ես հետը խոսել, փաստաբանների հետ եմ խոսել, բժիշկները իրենք են ասել, որ պետք է այս բանը լինի հսկողության տակ, ինչպես այսօր ցերեկն ասացի, մոտ 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր հայրս ու խիսություն կար 1 ամիս լինել այսպես հանգիստ, այս սեռու նաև հսկողության տակ։ Մի հատ հարց ունեմ, հարց, Լևոն Քոչարյան, վճարով է ստենդավորվել հայրը։ Չէ անվճար։ Չէ այս հարցը մոտս առաջանում։ Չէ ես հասկանում եմ, որ դուք կարաք անվճար ստենդավորվեք, հետո վճարովի չափով չայվոտակ, հարցը էդի չի, բայց պատկերացնում ես ստենդավորման անվճար լինելը, այս իշխանություններն են դարձրել անվճար, այդ ստենդավորումը, հասկանում ես։ Իմ մոտ սա հարց է, անվճար է ստենդավորվել հերեդ։ Որովհետև ստենդավորման անվճար լինելը շատ շատերի կյանքն է փրկել։ Շատ շատերի։ Եվ ձեր ժամանակ, այն որ Պարիսն այդ հեկտարերով հողերը բաները, որ սեփականաշնորհում եք, ինչը կարող շատ կյանքեր փրկել։ Դուք դա չեք արել։ Չեք արել դուք դա։ Ինչքան մարդու են ասել, փողը կբերես, ստենդը կդնենք։ Փողն էլ փող, խլը ձեր ժամանակների գնել իմ ծանոթ, ես դու։ Եթե հանկարծ մարդու բախտը չէր բերում, ասենք օրինակ բժիշկն ասում էր 2 հատ ստենդ պիտի դնենք, այդտեղ 3-րդ ինֆարկտ էր ստանում այդ մարդը։ Այսինքն արդեն 4 հատի փող էր պետք լինում։ Հասկանում ես դու։ Ոնց շարունակենք։ Լավն է, լավն է։ Եվ այսօր առավոտյան այդ դեպքերից հետո ինչպես դուք ժամն 7-ին եկել են եւ տարել են, այսինքն չեր հասցրել ոչ նախաճաշել, մնացածը երևի Չէ, մարդը ասել չէր կերել, հետո ընթացքը բերեց նրան, որ նաեւ ճնշման հետ կապված խնդիրներ առաջացան եւ մյուս մասով մի խոսքով բժիշկները այսպես ապրումների մեջ ընկավ, պետքա լինի հսկողության տակ։ Հասկանում եք, ես մարդը ապրումների մեջ անկել, բացասել, արա քնքուշ էակին, ես ինչ օրնեք դուք դնում։
Մարդը տեսնում եք այնքան ուժ չունի, այնքան վատառողջ է, այնքան թուլակազմ է, որ դուրս է գալիս հազիվ տուրնիկի վրա ձգվում աղբեր իր 70 քանի տարեկան։ Ինչ եք ուզում եք մարդու։ Իսկ եթե լուրջ, Քոչարյան Ռոբերտ, չարախնդալ չլինի, ես լուրջ եմ ասում, ես մեջս աբիդա կյանքում չեմ պահում։ Ինչ կա, հա, ասում եմ, որ մեջս չմնա։ Արի սենց բան ասեմ։ Ես հորդ կառավարման պատճառով, ես ասելով, այս պարագայում ես կրում եմ իմ տարիքային շատերի կերպարը։ Հիմա 47 տարեկան եմ։ Գիտես, ես մի անգամ եմ ապրում, ոնց որ դու, ոնց որ քո երեխեքը, ոնց որ հերդ, մերդ, ոնց որ բոլորը։ Ու մարդը երիտասարդ տարիքում ունենում է երազանքներ։ Մեկը կարճած է լինում երազանքներից, մեկը կարճած չի լինում։ Մեկը երազանքները վերածում է նպատակների, մեկը ընդհանուր միջև մոռանում է այդ երազանքները, հասկանում եք։ Ամեն մարդ մի բնավորություն ունի։ Ես սիրել եմ իմ երազանքները ցանկացել եմ նպատակ դարձնել։ Այդ շնորհքներ եմ ունեցել, տաղանդներ եմ ունեցել։ Բայց հորդ վատ կառավարման ժամանակահատվածում ես դարձել եմ կենդանի զոհը, թե ինչպես կարա մարդը լինի սովորող, ունենա երազանքներ ու նպատակներ, բայց չկարողանա դրանք իրականացնել գոնե մի տոկոսով։ Ես ունենալով շնորհք, առողջություն, ամեն ինչ, հարկ Աստծո, սովածել չենք ապրել, բայց ստիպված եմ եղել դուրս գալ իմ երկրից։ Դա էլ տղա 20 տարեկան։ Մինչայլոց Ղարաբաղում ծառայելուց հետո, դու Ղարաբաղում ծառայել ես, արա։ Դու քո հայրենիքում, քո պապերի երկրում ծառայել ես, արա։ Ծառայելուց հետո ստիպված եմ եղել դուրս գալ իմ երկրից, այն երկրից, որը սիրել եմ աշխարհի չափ։ Աշխարհի չափ եմ ես իմ երկիրը սիրել։ Ու այո, իմ երկիրը սիրելու չափով ես խիստ տարբերվել եմ իմ սաղ ընկերներից, ու իմ սաղ ընկերները դա կարան ապացուցեն։ Բայց ես ստիպված եմ եղել այդ երկիրը, որը որ սիրում եմ, պաշտում եմ։ Հիմա արցախցիները ոնց են ասում, մեզ էթնիկ զտման ենթարկեցիք, սիրելի արցախցիներ։ Դուք գիտեք Հայաստանի Հանրապետությունից քանի մարդ է էթնիկ զտման ենթարկվել։ Դուք ծանոթ եք այդ թվերին։ Արցախից 120,000 հայ է էթնիկ զտման ենթարկվել։ Արցախը, որը որ հլը չգիտեինք էլ վերջը ինչ է։ Չէ, որ հայրենիքա, մեր սրբությունը, դա հասկանալի է, բայց ինքը իրավական դե յուրե միջազգային նորմով ինչա չգիտենք։ Ընդ որում չիմանալով փորձել ենք կյանքներս դնել ու պաշտպանել, պահել։ Հազարավոր տղերք են զոհվել։ Չի ստացվել, ստացվել է այնքան, ինչքան ստացվել է։ Դուք էթնիկ զտման եք ենթարկվել, եկել եք Հայաստան։ Իսկ դուք գիտեք միջազգային իրավական սուբյեկտ հանդիսացող Հայաստանի Հանրապետությունից քանի 100,000 մարդ է արտագաղթել ու չի գնացել նենց մի հատ երկիր, որտեղ իրան սիրում են նենց, ոնց որ ստեղ ձեզ ենք սիրում, որտեղ իրան չեն ընդունել նենց, ոնց որ ստեղ մենք ձեզ ենք ընդունում, որ իր առհասարակ հայրենիքը չի, իր երկիրը չի, իր տիրույթը չի, իր միջավայրը չի։ Դուք գիտեք այդ ինչա, դուք չգիտեք այդ ինչա։ Մենք էլ չգիտենք այն ինչ որ դուք գիտեք, խնդիրը դա չի։
ու դա արել է այս դաշկի ստանցին ալբաներենի մասնագետը դուք գիտեք ես ու իմ տարիքային տղեր 20, 21, 25 տարեկան տղեր ինչեր ենք ապրել դրսերը Ռուսաստանները չէ կարող է ձեր համար հարազատ է Ռուսաստանը ուրիշ երկրներում վագզալներում ոնց ենք քնե գարդոնով ծածկված վախը սրտներում ես որ պոլիսը չգա բռնի то որ բռնի էլ մի լեզու չգիտենք որ բան պատմենք պամիդորի դաշտերում ծաղիկների դաշտերում չգիտեմ ինչ գործեր անելուց չկռալուց կողքներս եվրոպացին ստացել է ժամը 30 եվրո մենք 3 եվրո 2 եվրո էլ հələ չէ հələ մինչև եվրո դու գիտեք այդ ինչա երբ որ քեզ հարցնում են որտե Ռուսաստանում երբ որ քեզ ասում են դու ով ես ասում ես Արմինին հələ գիտեն այդ ինչա նո այդպես աղոտ բայց գիտեն դուք հասկանում եք միտեղ որտեղ որ երբ որ դու ասում ես Արմինին ինքը չի հասկանում դու ինչ ես ասում այդ ինչա երբ որ դու օտար երկրում գնացել ռեստորանում աման լվացող ես աշխատում արգանքներս բոլոր տեսակի աշխատանք անողներին բայց Հայաստանում անելը դա ուրիշ է ու տղահալով Եվրոպայում դա անելը ուրիշ է խարխի մոտ այս ամեն ինչը Լևոն հերդ է արել ու ես կներես սա աբիժնիկաբարի խոսույթ չի սա վաղուց սրտիս ներսը նստած մի հատ բան է որ ուզում եմ ասել ես ուզում եմ որ դու աման լվացող աշխատես ես երազում եմ որ դու մատուցող աշխատես ունենալով այն աշխարհընկալումը որը հիմա ունես ես Աստված եմ կանչում որպեսզի դու մեջքդ արևահարված վառած վիճակում պարսիկի համար համբալություն անես ու եթե դու կասես որ հա դա նորմալ է ես կանեմ ես դրանից հետո էլ կյանքում ոչ քեզ ոչ օրը չեմ անդրադառնա բայց դու դա չես ասի իսկ դա ես արել եմ ու իմ հասակակիցները այտենց են ապրել հորդ պահածի երկրում հորդ ծախած երկրում եւ այո հերը ծախել է թե Արցախը թե Հայաստանը դուք ստեղ ապառիկով եք ապրում աչքովս ընկավ Քոչարյանի բանը գրասենյակը հայտարարություն է անում ուրեմն գրասենյակի ղեկավարին ասեմ եթե քեզ թվում է թե դու պլս տալու ես դու չարաչար սխալվում ես ու այդ մեկնաբանությունների դաշտում նրանք ովքեր որ ինձ հարցեր էին տալիս մի հատ գրառում եմ անում մտել են կարող եք հիմնավորել լսեք այ ուլեր հիմնավորել եմ մի հատ էլ sense հիմնավորեմ կարող է հետաքրքրվեք տենակ էլ օրվա մեջ ինչից եմ խոսել ուրեմն Քոչարյան Ռոբերտը բառիս իրավական իմաստով չեմ ասում կարճիկով ասում իրավական իմաստով կաշառակեր է հիմնավորում ասեմ բացում եք դատալեքսը ծանոթանում եք գործին կաշառքի գործով երբ որ այդ սրիկան ով նախագահ է աշխատել դատվում էր նրա դատական վճիռը կարճվել է մենակ մի բանի համար որ վաղեմության ժամկետը անցել բայց եթե դուք չեք հասկանում սա ինչ է նշանակում մանրամասն եմ պատկերացնենք ես 15 տարի առաջ ինչ-որ բան կամ եղել կամ չի եղել, իսկ ստանում են դատելու։ Կա երկու ուղղություն։ Ես կարամ հանգիստ ասեմ վաղեմության ժամկետը անցել ու գործը փակվի։ Բայց եթե ես շահագրգռված եմ, որ իմ բարի համբավ անունը չարատավորվի, ես մինչև վերջ պաշտպանվելու եմ։ Հատկապես, երբ որ Վարդևանյանի նման ազատության
փաստաբան ունենամ ու ուտես մի հատ կուտոկ։ Ես մինչև վերջ եմ գազ տալու, որ դա այդ պիտնոն չնստի ինձ վրա։ Բայց արի ուտես, որ Քոչարյանը ինչ որ մի պահից չի ասում ես չեմ արել։ Ասում է վաղեմության ժամկետ կա։ Եվ պահանջում է կիրառել վաղեմության ժամկետը։ Հասկացաք։ Երբ որ կգաք փաստեր, կուզեք մտնեք ումից եք ուզում։ Ձեր ճորտամիտներից չեք ուզում, էլի։ Եվ դե յուրե Քոչարյանը անկախ նրանից այսօր կկալանավորվեր թե չէ, Քոչարյան Ռոբերտը մշտապես եղել է ու կա կաշառակեր։ Նրա անունը պատմության մեջ մտնելու է որպես կաշառակեր, որպես Հայաստանի զավթիչ։ Զորի Բալայանները մինչև Բաքուն գրավելը պետք է Հայաստանը գրավել ու դուք եք այս լուրջ ընդունել եկել էիք գրավելու, ցուցակը նայում ենք Հայաստան Երևան տեղին չունեք, կարելի ասել Երևանը գրավել եք։ Գրավել եք։ Այո, այդ պլանում հաջողել եք։ Կարանք իմանանք Լևոն Քոչարյան, պապական հայրենիքումդ քանի տուն ունեիր։ Քանի տուն ես կորցրել Արցախում։ Արի մի հատ հասկանանք։ Արցախում քանի տուն ես կորցրել, ու հիմա Երևանում քանի տուն ես կորցնելու։ Պարոն երկրորդ նախագահի որդի ջահել։ Մի զավթիչ էլ դուք եք մեզ համար։ Ձեզ թվում է մեզ համար տարբերություն կա զավթողով, հա, ոչ։ Ոչ։ Դուք զավթիչներ եք եղել։ Այսօր որ կանգնել եք Արցախը հանձնած, այդ Արցախը հանձնած Նիկոլը։ Մեկը կարաք ասեք միջազգային իրավունքի տեսանկյունից Արցախի անունը։ Ինչ էր Արցախը, մեկ ասեք էլ։ Ուրեմն անունը ասեք։ Ու ցույց տվեք դոկումենտը։ Մենք Արցախը պահում էինք հայկական։ Կներեք Լոս Անջելեսն էլ է հայկական։ Ռոստովն է, Կրասնոդարն էլ է հայկական, եթե տեղյակ չեք ասեմ։ Իմիջիալից Ջավախքն էլ է հայկական։ Ձեր խնդիրը հայկական պահելն է եղել։ Երբ որ դարձել եք խաբեությամբ դարձել եք զավթել եք ու դարձել եք երկրի ղեկավար։ Ձեր ռազմավարական ծրագիրը Արցախի մասով ո՞րն է եղել։ Միջազգային ճանաչումն է եղել որպես անկախ պետություն, Հայաստանին միացումն է եղել, ո՞րն է եղել։ Իմիջիալից այդ պայի դրությամբ զոհված մի ամբողջ երրաբլուր արդեն հիմնադրված է եղել։ Ո՞րն է եղել ձեր ռազմավարական ծրագիրը։ Պահել հայկական, տես բան ունեք գրած, մի հատ էլ բերեք կողեք այս աշկը ստենամ, սրիկաներ, զաթո Արցախը մերն էր, սարա բավոր մերն էր, բա ինչի շուրջ էին պահանացում, ասեմ չգիտեմ, ես հեռախոսը հիմա իմն է, ես ում հետ պիտի բանակցեմ, որ սա իմն է, ով գազի բանակցի հեռախոս չապալախեք, որում գնաց սարա, ես իմն է, Բայց ինչ եք բանակցել։ Այ Արցախ ծախողներ, այ Արցախի վրա հայերի ճակատագիրը թրքերին հաճոտ ձևով ձևավորողներ, այ զավթիչներ, այ ցեղասպաններ, այ էթնիկ զտման հայ ժողովրդին ենթարկողներ, այդ ինչ եք բանակցել։ Հիմա ճնշումը բարձրացրել է պապայի, ոյ։ Հələ ուր եք բարձրանա, քոնն էլ է բարձրանալու Լևոն, քոնն էլ է բարձրանալու։
Որպես օրինակ եմ ասում, որպես օրինակ։ Արցախում չեք կարա մի հատ ծննդատուն կառուցեք, այս 54 բնակարանից 4 հատը պակաս ունենայիք, մի հատ ծննդատուն կառուցեք, գնայիք այնտեղ ծնեիք ձեր երեխեքին։ Չէր լո։ Նայում եմ, դատախազը սրա մասին ասել եմ, բայց էլի ասեմ։ Գնացել է, չգիտեմ, որ մարզ 6 հատ մանկապարտեզ կա մասնավորացված, գնացել է տեղում ծանոթանա, որ դա տենա ինչ անում, էդի հետ բերի պետությանը։ Հորդ վախտ է եղել, ապո։ Ու դու մի նեղացի, որ կարող է խոսքի մեջ մի քիչ կոպիտ արտահայտենք, ասած սա երեխեքին թող երջանիկ մանկություն տա, բայց այդ երջանիկ մանկությունը չլինի ուրիշից գողացածը, ուրիշի մանկությունից գողացածը։ Հիմա հարց եմ տալիս։ Արաստան, նայեք, եթե օրինակ մանկապարտեզն է, դե մի շենքն է հնացել, կողքը եթե մի հատ մանկապարտեզ սարքեն, հետո այս շենքը մասնավորացնեն, ես կհասկանայի, ասի դե մարդիկ թազա մանկապարտեզը սարքել են, այս շենքն հին շենք է, դե մի պիտի մնա վարի գնա, թող մարդը վերցնի մեջը մի ծրագիր իրականացնի, ինչ-որ մի բիզնես, չգիտեմ, սիթի բացի, չգիտեմ, մի բան անի, թող աշխատի։ Էսի ուրիշ բան է։ Արա, բայց դուք պրոստը տվյալ համայնքում 6 հատ մանկապարտեզ գողցել եք։ Պրոստը։ 6 մանկապարտեզի երեխեքի մանկություն գողացել եք։ Հիմա դու ինձ կարես ասես, քո երեխի մանկությունը ես խի պիտի հաշվի առնեմ, իր երեխա լինելը խի պիտի հաշվի առնեմ, եւ հաշվի չառնեմ այն երեխի մանկությունը, որի մանկությունը գողացել եք։ Ես խի պիտի հարգեմ սիրը, չէ, սենց տենց երեխան երեխա է, այդ չի հարցը։ Այդ չի, ես վստահեցնում եմ, եթե քո երեխին ինչ-որ բան սպառնա, ես գուցե քեզանից ավելի լավ տիրություն անեմ իրան, պաշտպանեմ իր շահերը, որովհետև այս խելքով դու չես կարող քո երեխեքի շահերը պաշտպանես։ Արա, երեխեքի մանկությունը խիա պապատ գողացել, խիա թույլ տվել, որ գողանան, խի արա։ Երեխու մանկապարտեզ գնալու իրավունքը խի գողացել արա։ Այդ 6 մանկապարտեզ մի համայնքում եմ ասում։ Ես հələ տես Երևան չեմ հասնում։ Չեմ հասնում հələ Երևան։ Երևան որ հասնեմ, հենց հիմա ես մի տարածքում եմ, որի տեղը պապատ շատ լավ գիտի Լևոն։ Շատ լավ գիտի պապատ, որովհետև այն ժամանակ, երբ որ իր կոշիկները գարմոշկա են եղել, այդ ժամանակ ինքը Ղարաբաղից ստեղ մետաքս է բերել։ Մատերիալ է բերել ստեղ։ Ու խելոք նստել է, ես կարամ դաժե ցույց տամ, թե որ անկյունում, որ դիվանի, որ անկյունում։ Որպեսի հերթը հասնի, խելոքետի հանձնի, հելմի սիկտիրը քաշի, գնա իր հասնի տուն։ Գա հասնի ձեզ։ Հասկանում ես, ես այդպես մի հատ տարածքում եմ։ Ու պապատ շատ լավ գիտի այս տարածքի անունը։ Դրա անունը մետաքսի կոմբինատ է։ Պապատ շատ լավ գիտի։ Ու ինքը չէր կարող այդ գարմոշկա կոշիկներով այնքան ապրանք ստեղ բերել, որ դու դառնայիր միլիոնատեր, արա։ Ինքը առաքիչ է եղել։ Եկել ուլի պես խելոք վիզը ծուռ նստել է, մինչ այստեղ իրան շանտեղ դնեն, ասեն արա լավ դե հեռու ճամփա է եկել այս հարիֆը, շուտ ճամփեք, թող հելին սիկտիրը քաշնի, հասնի տուն, հասնի քեզ զարա։ Ու եթե կուզես շատ ավելի մանրամասներ կպատեմ այս տարածքից ես քեզ։ Ու մեկ էլ դարձել է միլիարդ հատ է, դու աղբերդ ինքը, պա։ Ու մենակ ընդեղ որտեղ որ ես նստած եմ, մենակ ստեղից 500 մետր շարավիղով երկու չգործող մանկապարտեզ կա։
Գողացած էլի, ձեր գողացածներից ապեր։ Դու չես սիրում քո երեխեքին։ Օրինակ ես փորձում եմ մաքուր ապրեմ, փորձում եմ բարեխիղճ ապրեմ, որ իմ երեխեքի վրա մեղք չթողնեմ։ Տենց է աշխատում այդ անտերը, ինչ անեմ։ Ասում են հերերի համար, հետո որդիներն են պատասխանատվություն կրում։ Իրավական տեսանկյունից չէ, բարոյական տեսանկյունից։ Ու դրանք էլ են գողացած են։ Դու քո երեխից գողացել ես։ Դու հերդ քո երեխից գողացել է ապո։ Վատ բան եմ ասում, բայց տենց է ստացվում։ Ուրիշ ձև չի ստացվում։ Կուզեի ուրիշ ձև ստացվեր հանուն երեխեքի։ Երեխեքը ինչ անեն, երեխեքը։ Երեխեքը իմ համար իմ թշնամու երեխան երեխա է։ Ես չեմ կարող թշնամու երեխու հետ թշնամաբար վերաբերվել։ Երեխա է։ Չգիտեմ, դու եսի կա հասկանաս, չես հասկանա։ Չես հասկանա ամենայն հավանականությամբ, որտեղ դու նորմալ ես վերաբերվում դրան։ Հա հերդ, մի որդ վաղ տեղել, մի մանգապարտը դա տարել են, այ քեզ բան։ Ինչ էին անում, որ այդ երեխեքը թող գնային գեղում լապատկա բռնեին աշխատեին, էլի, չէ՞։ Այսօր հայ ազգը ցնծության մեջ է։ Ցնծության։ Չէ, տես, ես հասկանում եմ, որ օրինակ կա մեր հասարակության մեջ մի հատ շերտ, փոքրատիր շերտ, որ եթե Նիկոլին Փաշինյան տնից տեղից հեռու մի բան ալի, իրանք կցնծան։ Ուրախանանք, երջանկանանք։ Ես համոզված եմ, որ այդ շերտ կա։ Բայց դա չի լինի համահայկական զվարճանք։ Իսկ գիտես այսօր հորդ հավկելուց ժողովրդի ցնծության մեջ է, էլ ոտով, էլ տաքսիով, ոնց ասես այսօր գործի գնալ, գալուց, ով տենում գրկում էր։ Մենակ մի բան էր խանգարում, մի քիչ ավելի ոգևորված լինելու, որ ասեն արա դե դատարաններն են ես չլինի, էլի բաց թողնեն։ Վերջ։ Հասկանում ես ոնց է, ինչքան սրիկա է պետք լինի։ Այսօր 2 օր կառավարության ծրագիրը վերել են ներկայացնելու, 2 ընդդիմադիր ուժերով մի հատ խոսալու բան չունեք։ Ձեր մաքսիմումը սա Ալիևյան Էրդողանյան ծրագիր։ Արա ձեր ասում լավ, մի րոպե, ես եմ մարդն եմ։ Ինչ իմանամ, կարող է Ալիևյան ծրագիրը։ Շատ օքեյ։ Արա կմտնեք բանավեճի նայեմ։ Նայեմ, որ վստահ լինեմ։ Չէ, ախպեր, փախնում եմ։ Ում ախպեր կգաք ինձ հետ երկխոսության, ինձ համոզեք։ Չէ, փախնում եմ։ Արասում ախպեր կասեք, որ կետը, որտև ընդ սահմանադրությունը հետո մեր տես գաղափարախոսություն չէ, դի գիրքան, ցելի գրածա, կետ, արկետ, սաղ գրածա։ Որ կետն է բան։ Բանը, հռչակագրի հղումը։ Հռչակագիրը բացում ես, չէ, նախ նայում տենում ես, որ արդեն իրանց վաղտ իրանք հղում չեն արել հռչակագրին, մեծամասամբ, մի հատ տեղով պիտի դատվեր կուրսի չենք։ Երկրորդ, հռչակագրի մեջ գրածա, որ ես պիտի, ես չէ էլի, ազգովի մենք պիտի լինենք կամ նահատակ, կամ հակաթուրք նահատակ։ Շո, այսքանով սահմանափակվում է մեր տեսակը։ Շոմ ախպեր, լավ հռչակագիրն է, թող լինի հռչակագիրը, բայց պարտադիր է սահմանադրություն վաղում լինի։ Ասում ահա, արա բա որ հաու ջան, բա որտեղ սահմանադրության մեռած եք, բա հերդ էդ ինչ մեղրի էր բանակցում, արա։ Բա հերդ ոնց էր Հայաստանի Հանրապետությունից դուրս, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից դուրս, երկու զորամասում հայ զինվոր տեղադրում։ Նոր բան եմ ասում։
Նոր բան չեմ ասում ապեր։ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս մենք ունեցել ենք առնվազն 2 զորամաս, ես գիտեմ, գուցե մարդիկ լինեն ավելացնեն իմ ասածին։ 2 զորամաս, որոնք ենթարկվում են պաշտպանության նախարարությանը, ոչ թե պաշտպանության բանակին։ Այդ երեխեքի հետ ինչ լիներ, իրանք օկուպանտ են, միջազգային որևիցե կառույց տեր չէր կանգնելու։ Այդ ինչ ա եղել դրա անունը։ Հայ ժողովրդի, հայ ազգի պատուհասներն եք, ու հայ ազգը ամենավատ բանն է էդի գուցե, ես չեմ ուզի սենց արտահայտություն անում, բայց գիտեք, նենց է ստացվում ցավոք, ախր դուք մեզ էլ եք մեղքի տակ գցել, գիտեք խի։ Գիտեք խի եք մեզ մեղքի տակ գցել դուք արա ձեր ընտանիքով։ Որովհետև մենք լինելով աստվածասեր քրիստոնյա հայ մարդիկ, արա դեմ ենք գնում աստվածային պահանջներին։ Մենք չենք կարում ձեզ սիրենք։ Այնինչ ընդեղ կարելի է անգամ սիրել թշնամուն։ Գիտեք, ես երիտասարդ տարիներից հլը միշտ այդ կետի վրա լռվել եմ։ Պատվիրաններով եկել եմ, երբ որ հասել եմ սիրիր թշնամուդ, ես ընդունել եմ, թե հետև ինչքան ինչի մասին է խոսքը, բայց ասել եմ ես չեմ կարում։ Լավ կարամ շանտեղ չդնեմ թշնամուս, լավ, հերնել այնպես, որպես ո՞ց սիրեմ ես իմ թշնամուն։ Այ հենց այդտեղ լուրջ հարցեր կա։ Ու դուք մեզ բերել հասցրել եք այդ կետից, գիտեք որ։ Որ չգիտես ինչի մենք երջանիկ ենք ձեր դժբախտությամբ։ Դուք այնքան վատն եք եղել, որ մեզ դուր է գալի, որ դուք հիմա վատ վիճակում եք։ Իսկ դա հակաքրիստոնեական է։ Ու այ հենց դրանով մեզ գցել եք մեղքի տակ, անգամ ձեզ ատելու պրոցեսի մեջ։ Այ էդ եք դուք։ Դուք ամեն ինչից այն կողմ եք բացասական իմաստով։ Դե հիմա գնացեք, իրար գրկեք, ոռու գլուխ կքնեք, իրար ծոց կքնեք, իրար կկարոտեք, կսիրեք, ասոբը մեր կառալյոկին չի։ Լավ եք։ Ժողովուրդ ջան, շնորհակալություն եթերը դիտելու եւ տարածելու համար, վաղուց Facebook-ով եթեր չէի արել, գուցե մի քիչ էլ իջել է, թե դիտողականությունը, թե էջի ակտիվությունը թույլ տվեք խնդրել, քանի որ առաջիկայում շատ կարևոր պրոցեսներ կան, թույլ տվեք խնդրել, որ հնարավորինս եթերը դիտեք, լայքեք, մեկնաբանություն թողնեք եւ տարածեք։ Դա կնպաստի դարձյալ այդ էջի վերականգնմանը, ակտիվությանը, ինչից մի քանի տարի չմոռանաք, շատ սարսափում ու վախենում էին այդ բոլոր ուժերը, ու նրանց այդ բոլոր սպառնալիքները հղված էին ոչ թե անձամբ ինձ կամ մեզ, այլ հենց էջի ակտիվությանը, որը պահում եք դուք, ինչի համար մշտապես շնորհակալ եմ։ Լավ եղեք, բարի գիշեր ձեզ, ամեն ինչ լավ է լինելու։